Ռուս-ադրբեջանական աննախադեպ լարվածություն, սպանությունների, ուժայինների հատուկ գործողությունների, լայնածավալ խուզարկությունների, զանգվածային ձերբակալությունների, էթնիկ, կրոնական հողի վրա մեղադրանքների ֆոնին։ Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են ռազմավարական գործընկեր Մոսկվայի հետ համատեղ միջոցառումները, պետական պաշտոնյաների երկկողմ այցերը։ Պատճառը շաբաթավերջին Եկատերինբուրգում ադրբեջանցիների բնակարաններում ռուս իրավապահների գործողություններն են, ավելի քան տասնամյա վաղեմության սպանության հետքերով։ Հաղորդվել է տասնյակ ձերբակալվածների մասին, ըստ ադրբեջանական կողմի իրավապահների գործողությունների ընթացքում սպանվել են երկու ադրբեջանցիներ՝ Զիադին եւ Հուսեյն Սաֆարովները, եւս մի քանիսն էլ հոսպիտալացվել են։ Вот руки мои, глаз красный, плохо видит, голова кружится. Ադրբեջանական լրատվամիջոցները Եկատերինբուրգի բնակիչ Ռամիլ Սաֆարովի հարցազրույցն են տարածում։ Վերջինս պատմում է ռուս ուժայինների խոշտանգումների մասին, թե ինչպես են վաղ առավոտյան ներխուժել իրենց բնակարան, ծեծել իրեն ու հորը, վերջինից պահանջել խոստովանել 2000-ականներին տեղի ունեցած սպանությունը։ Ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ձերբակալություններին Բաքուն կոշտ քայլերով արձագանքեց, ինչպես մեկնաբաններն են նկատում, ավելի կոշտ, քան տասնյակ մարդկանց կյանք խլած ադրբեջանական օդանավի կործանման ժամանակ, որի համար Բաքուն Մոսկվային է մեղադրում։ Բողոքի նոտային զուգահեռ Ադրբեջանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտեց ադրբեջանական Սփյուռքի ներկայացուցիչների դեմ իրականացված գործողությունները, ապա պահանջեց անհապաղ հետաքննել մահվան դեպքերն ու հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Դիվանագիտական գերատեսչությունը պնդեց, թե ադրբեջանցիների նկատմամբ ազգային պատկանելության հողի վրա արտադատական սպանություններ են կատարվել եւ որ նման դեպքերը վերջերս համակարգային բնույթ են կրում։ Və ən müxtəlif beynəlxalq kürsülərdən Azərbaycanın gücünün Պաշտոնական քայլերից բացի գործի դրվեց նաև ադրբեջանական գլխավոր քարոզչության մեքենան։ Պետական ASTV հեռուստաընկերության մեկնաբանը, որն ադրբեջանական իշխանության խոսափողն է, պնդեց, թե Ռուսաստանում նախանձում են Իլհամ Ալիևի համաշխարհային մակարդակի հաջողություններին, այդ երկրի նախագահ Պուտինին էլ համեմատել խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի հետ։ Ռուսաստանից Բաքվին անսպասելի արձագանքեց ադրբեջանական Սփյուռքը, հակադարձելով եւ քննադատելով Ադրբեջանի իշխանություններին, Ռուսաստանաբնակ ադրբեջանցիներին միավորող կազմակերպությունը Ալիևի վարչակազմին մասնավորապես մեղադրեց Մոսկվայի հետ հարաբերությունները խաթարելու համար, ապա կոչ արեց Ռուսաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու փոխարեն կենտրոնանալ դիվանագիտական աշխատանքի եւ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու վրա։ Պարզաբանելով իրավապահների գործողությունները, Ռուսաստանի քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի շարք սպանությունների եւ սպանության փորձերի մեջ կասկածվող էթնիկ հանցավոր խմբի գործունեություն է կասեցրել եւ որ ձերբակալվածները ներգրաված են եղել Եկատերինբուրգում 2001, 2010 եւ 2011 թվականներին կատարված սպանությունների եւ մահափորձերի մեջ։ Ռուսաստանյան լրատվամիջոցները վկայակոչելով պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ այդ խուզարկությունների արդյունքում ընդհանուր առմամբ 5 տասնյակ մարդ է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը սրտի խնդիրների հետևանքով մահացել է։ Երկրորդ տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են։ Ադրբեջանցի պատգամավոր Էլչին Միրզաբեյլիի համոզմամբ ռուսաստանաբնակ ադրբեջանցիների թիրախավորումը քաղաքական գործողություն է, որը ղեկավարվում է Ռուսաստանի քաղաքական իշխանության կողմից։ Ռուսաստանում ադրբեջանցիների, ուզբեկների, տաջիկների, ղրղզների, թուրքմենների եւ թյուրքական ազգերի նկատմամբ իրականացվող շովինիստական, խտրական, հակամահմեդական քաղաքականությունն իհարկե պատահական չէ։ Եվ այդ քաղաքականության վերևում նստած են ռուսաստանյան քաղաքական շրջանակները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչ այս պահը դեռևս անձամբ չի մեկնաբանել ռուս-ադրբեջանական աննախադեպ դիվանագիտական սկանդալը։ Մինչ այդ ադրբեջանի ուժայիններն այսօր ներխուժել են ռուսաստանյան պետական Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալության Բաքվի գրասենյակ, որի գործունեությունն անցած ամիսներին նվազագույնի էր հասցվել ադրբեջանական օդանավի կործանմանը հաջորդած ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին։ Բաքվի հաղորդմամբ խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության երկու աշխատակից, որոնք աշխատում են լրատվամիջոցում, այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Ապօրինի եւ ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել, հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կրեմլը հայտարարել է, որ Բաքվի դեմարշն անընդունելի է։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել է, թե ռուս իրավապահների գործողությունները Ռուսաստանում չեն կարող դիվանագիտական լարվածության առիթ դառնալ։ Պեսկովին հարցրել են, արդյոք նախագահ Պուտինը մտադիր է հեռախոսազրույց ունենալ ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Կրեմլի խոսնակն ասել է, այս պահին օրակարգում նման հարց չկա։